Ծանոթացեք, Միստր Ուժն է։ Նա խոսում է երիտասարդների լեզվով, արագ, պարզ, ուղիղ։ Նա ունի Ուժեղ Հայաստանի մասին բոլոր հարցերի պատասխանը։ Պատմության մեջ առաջին անգամ գործարկված AI գործիքով ստեղծված քաղաքական բոտը հասանելի է օրը 24 ժամ։ Ես այստեղ եմ, որ բացատրեմ, ինչ ենք առաջարկում իրականում, որ ցույց տամ, ինչպես կարող ենք դա անել միասին։ Ուժեղ Հայաստանի տեսլականով հավաքված հարյուրավոր երիտասարդները տեղում ընկերանում են Միստր Ուժի հետ։ Մեր Միստր Ուժը լավն է, չէ՞։ Երիտասարդները բազմաթիվ հարցեր ունեն ներկայի ապագայի մասին։ Դրանք ուղղում են Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ Փոքր, բայց հաշվարկված քայլերով մեծ հաջողությունների ճանապարհն է երիտասարդներին ցույց տալիս Կարապետյանը։ Հայաստանում շատ կարևոր է ձեռնարկությունների ձևավորումը եւ այն մարդիկ, ովքեր սկսում են այդ ճանապարհը, վաղը կարող են լինել մեր երկրի Սամվել Կարապետյանները։ Սամվել Կարապետյանը միակ հայ միլիարդատերն է, որ դպրոցը սովորել է Հայաստանում, համալսարանը սովորել է Հայաստանում։ Ապագա Ուժեղ Հայաստանում կարող եք հաջողել նաև դուք, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը եւ հաջողության սեփական պատմությամբ կիսվում։ Նստատեղերի մոտ դասավորված նարինջները պատահական չեն իրենց տեղում։ 18 տարեկանում իմ առաջի ձեռնարկությունը, որ ես ստեղծել եմ, չեմ ունեցել ֆինանսական միջոցների կարիք, ուղղակի մենք ընկերներով ստեղծել ենք, որովհետև հետաքրքիր է զբաղվել ձեռնարկատիրությամբ, հետաքրքիր է զբաղվել տնտեսությամբ։ Եղել է նարինջի վաճառքը։ Այստեղ հավաքված մարդիկ գիտեն, որ ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Վստահ են, որ ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Այդ ուժեղները դուք եք, ուժեղ Հայաստան կերտողները դուք եք եւ ուժեղ Հայաստանի ապագան դուք եք։ Հավաքված երիտասարդները նաև գիտեն, պետք է ընտրել այն ապագան, որ տասնամյակներ անց մեզ ուրախացնի ոչ թե 10,000-ով բարձրացող թոշակը, այլ տնտեսապես հզոր, կայուն, հողին ամուր կանգնած երկիրը։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության տեսլականն է ներկայացնում Նարեկ Կարապետյանը։ Մեր երկրում երիտասարդության համար մի քանի ճանապարհ կա։ Կա բարձր տեխնոլոգիաների ոլորտը, IT-ն, որը մենք պետք է զարգացնենք, որը բավական լավ կյանք է ապահովում մեր համար։ Կա ձեռնարկատիրությունը, որը պետք է ազատենք սկզբնական շրջանում հարկերից, որ կարողանան լավ ապագա ստեղծեն սկսնակ բիզնեսմենները, սկսնակ ձեռնարկատերերը։ Կա քայլերի հաջորդականություն կրթության մեջ։ Գերազանց սովորող երիտասարդը պետք է ունենա անվճար կրթության հնարավորություն, բարձրագույն կրթության։ Հանդիպումից երիտասարդները հեռանում են վստահությամբ, ապագան հուսալի ձեռքերում է։ Ուժեղ Հայաստանին հաշված օրեր են մնացել։ Քրիստոնյայիս համար շատ կարևոր է ունենալ ուժեղ ղեկավար, որովհետև քրիստոնյա մեր երկիրը պետք է հենց այդ նկարագիրը ունեցող մարդն էլ առաջնորդի։ Տպավորիչ էր այս հանդիպումը, շատ կարևոր էր երիտասարդների համար։ Ինձ թվում է, որ երիտասարդությունը քիչ-քիչ կարթնանա, ամեն ինչ լավ կլինի։ Ամենի իրենց ասած խոսքը շատ մոտիվացրեց։ Ուզում էի հասկանալ կան ինչ-որ թիրախային ծրագրեր, գյուղերի եւ մարզերի հետ կոնկրետ թե որ ուղղությամբ կարելի է զարգացնել։ Այդ մասով ստացա ամբողջությամբ բավարար պատասխան, շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։